Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է վերջին 5 տարվա միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրողների և գործազուրկների թվերը։ Ըստ նախարարի, դրանք ցույց են տալիս, որ մենք վերջին 5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը, և այս թվերի անկումը շարունակվում է։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետ, տնտեսագիտության թեկնածու դոցենտ Ալբերտ Հայրապետյանի հետ։ Նա նշեց, որ 2018 թվականի հունվարին Հայաստանում կար 509,934 աշխատող մարդ։ 2025 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում աշխատում է 813,197 մարդ, այսինքն 303,263 մարդ ավել է աշխատում այս 7 տարիների ընթացքում։ Սա կարող է բացատրվել երկու գործոններով։ Առաջինը ստվերն է կրճատվել, այսինքն նախկինում որ չէին հայտարարագրում այդ աշխատողներին, հիմա վարչարությունը կատարելագործվել է եւ այդ մարդիկ արդեն գրանցված աշխատողներ են, բայց միայն ստվերի կրճատմանը այս ամենը վերագրել ճիշտ չէ, քանի որ մենք ունենք տարեկան եւ հնայի շատ բավականին բարձր աճ, եւ օրինակ այս տարի վերջին տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.3% է, չէ եղել, այսինքն գրեթե բոլոր կամ գրեթե բոլոր ճյուղերում մենք ունենք աճ եւ դրա արդյունքում ստեղծվում է արդյունավետ պահանջարկ եւ ավելանում են աշխատատեղեր։ Տնտեսագետը նաեւ նշեց, որ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ կար 778,000 աշխատատեղ, 2025 թվականի դրությամբ արդեն 822,000, բայց մինչև 150,000 դրամ ստացող մարդկանց տեսակարար կշիռը, որը թեպետ շատ մեծ է, բայց էականորեն նվազել է։ 150,000 դրամից մինչև 500,000 դրամ ստացողների թիվը մեծացել է 10%-ով։ Այսինքն ոչ միայն աշխատատեղն է ավելացել կամ աշխատողների թվականակն է ավելացել, այլև ցածր աշխատավարձ ստացող մարդկանց թիվը կրճատվել է, բայց ի հաշիվ դրա բարձրացել է ավելի բարձր աշխատավարձ ստացող մարդկանց թիվը։ Նախարարը նաև գրել է, որ երբ մենք խոսում ենք նոր ստեղծվող աշխատատեղերի մասին եւ ցույց տալիս վերջին ամիսների այդ մասով կայուն աճը, հաճախ ինչ-որ անհասկանալի աղմուկ ենք լսում դրա շուրջ։ Այս իրողությանը զուգահեռ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ նախատեսում են Հայաստանում ստեղծել 300,000 աշխատատեղ, եւ այստեղ հարց է առաջանում, երբ իր հայրը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բարձր պաշտոններ էր զբաղեցնում, ինչու չէին մտածում այդքան աշխատատեղեր ստեղծելու եւ աղքատությունը նվազեցնելու մասին։ Երկրում կա աշխատատեղերի խնդիր, երկրում շրջաններում գործ չկա։ Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջի քայլը ստեղծել 300,000 նոր գործի տեղ Հայաստանում։ Տնտեսագետի խոսքով պարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ 300,000 աշխատատեղերը ստեղծվել են եւ աշխատատեղերի եւ աշխատողների թվականակը անշեղորեն միայն աճում է։ Մենք համենայն դեպս չենք տեսել այդպիսի փորձ իրենց կողմից, այսինքն այդպիսի հաջողված փորձ, կասեմ, որ այդ ամենը արձանագրվել է եւ հարցի հասցեատերը իրենք են, թե ինչն է խանգարում, որպեսզի իրենց կառավարման շրջանում այդպիսի տնտեսական ցուցանիշներ Հայաստանը արձանագրել, մասնավորապես նույն աշխատատեղերի թվականակի վերաբերյալ ցուցանիշներում։ Ի հավելումը Ալբերտ Հայրապետյանն այս առնչությամբ ասաց, որ հարց է առաջանում, այդ որ ոլորտին են ցանկանում աջակցել, երբ ներկայումս էկոնոմիկայի նախարարությունը տնտեսության ոլորտի գրեթե բոլոր ճյուղերին տարբեր գործիքներով աջակցում է։ Քննադատներն էլ օգտվել են այդ ծրագրերից։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։